Ինչպես խոսել, որպեսզի ձերբազատվենք խոսքում ավելորդ հնչյունախմբերից կամ ավելորդ բառերից, այլ կերպ ասած, ձերբազատվենք մակաբույծ բառերից։ Ողջույն, ես Սեդա Ավետիսյանն եմ, հանրային խոսքի մասնագետ։ Խոսքի և ձայնի միջոցով օգնում եմ մարդկանց, որպեսզի հաջողություններ գրանցեն անձնական և գործնական կյանքում։ Ինչ են մակաբույծ բառերը իրենցից ներկայացնում։ Դրանք մեր համար հենակներ են հանդիսանում, երբ մեր մտքի թելը ընդհատվում է խոսելու ընթացքում, և մենք ցանկանում ենք այդ դատարկությունը որևէ բանով լրացնենք, և այդ ժամանակ սկսում ենք տարբեր հնչյունախմբեր ներմուծել մեր խոսքում՝ էեր, մըեր, այլ բառեր, որոնք տեղին չեն և ավելի են ցածրացնում մեր խոսքի որակը, քան մենք պատկերացնում ենք։ Ու որպեսզի մենք ձերբազատվենք մակաբույծ բառերից խոսքում, անհրաժեշտ է կրկին և կրկին կառավարել ուղեղի երկու կիսագնդերը։ Անհրաժեշտ է, որպեսզի ուղեղի աջ և ձախ կիսագնդերը գործեն համաժամանակյա, և ցանկալի է, որ ավելի շատ գործի ուղեղի ձախ կիսագունդը, որը պատասխանատու է մեր վերլուծական մտքերի համար։ Մանրամասն տեղեկությունների համար կամ հաղորդակցության դասընթացներին մասնակցելու համար գրիր նշված հեռախոսահամարին։